Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Երբ ամուսնությունից հետո հարսը գնում է դարձ, իսկ ամուսինը բացակայում է տնից, դա կոչվում է փոխադարձ։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Հինգշաբթի երեկոյան ժամը 22:30 բոլորը իհարկե միացնում են իրենց հեռուստացույցները, որովհետեւ դիտեն մեզ եւ բարձեն թե ով է լինելու այս անգամ մեր հաղորդման հյուրը, ինչպես միշտ այսօր նույնպես ունենալու ենք շատ հետաքրքիր հարցազրույց, բնականաբար խաղ եւ մի խոսքով անակնկալները դեռ առջևում են։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք անում դուք այս պայն դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք այս պայն, մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ վերադարձնում լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք որևէ խնդիր եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա մտածելու կարիք չկա, պարզապես պետք է գնալ եւ դիմել 911 Detox Center։ Այստեղ ամեն ինչ կանեն ոնց պետք է, տեղը տեղին տնական ձևով։ Հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ դուք լիարժեք կարող եք ձեր հանգստյան օրերը անցկացնել։ Եթե մտածելու կարիք չկա, եթե իրոք ուզում եք շատ հրաշալի լավ ժամանակ անցկացնել եւ հանգստյան օրերը լիարժեք զգաք համնհոտը ձեր հանգստյան օրերի, պարզապես պետք է զանգահարել 760 329 60 33 եւ ամրագրեք տեղերը, որովհետեւ այստեղ համարները շատ հարմարավետ են, այստեղ կա լողավազաններ տաք հանքային ջրով։ Պետք չէ սпасել ամռանը գնալ մեզ մոտ, գնալ Հայաստան, հայրենիք, հետո գնալ հանքավան տաք ջրից օգտվել, կարելի է գնալ այստեղ Lido Palms Resort and Spa-ում եւ օգտվել տաք հանքային ջրերով լողավազաններից, այնպես որ իրոք հրաշալի վայր առողջարան այստեղ։ Զանգահարեք հենց այս պահին ձեր հանգստյան օրեր են սպասում մոտակա ժամանակները իհարկե եւ իհարկե կարող եք շատ լավ ժամանակ անցկացնել։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին եւ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Լրատվամիջոցները գրում են, որ Հնդկաստանում կինը ծննդաբերել է գնացքի զուգարանում եւ երեխային գցել ռելսերի վրա։ Համոզված եմ, որ երկրորդ սերիայում այդ երեխան կմեծանա, կհանդիպի այդ կնոջը, չիմանալով, որ նա իր մայրն է։ Գիտնականները հայտնել են, որ ծերանալու դեմ դեղամիջոց է ստեղծվել։ Ուղղակի երևի այնքան թանկ է, որ միջև առնում ես, ծերանում ես։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր նորությունները այսքանն էին, մի քանի վայրկյանից կվերադառնանք եւ սիրով կներկայացնեմ մեր հյուրին։ Այսօր Armenian Evening նախագծի հյուրն է դերասանուհի հաղորդավարուհի Նառա Պողոսյանը։ Նառա ջան, բարի երեկո։ Բարի երեկո Արմեն ջան։ Ուրախ եմ քեզ շատ տեսնել, շնորհակալություն հրավերքս չմերժելու համար եւ այսօր երեկոն մեր հայկական երեկոն մեր հաղորդման շրջանակներում կանցկացնենք միասին։ Շատ, ես էլ շատ շնորհակալ եմ, որ հրավիրել ես եւ շատ ուրախ եմ, որ օրս ավարտում եմ այսպես։ Շնորհակալ եմ Նառա ջան։ Դե բնականաբար առաջին հերթին մենք խոսելու ենք մի շատ հրաշալի ներկայացման, մանկական ներկայացման մասին, որը տեղի ունենալու
դեկտեմբերի 28-ին ժամը 3-ին, անմիջական իհարկե դու կապ ունես, բայց արի մի քիչ ավելի մանրամասն ներկայացնենք թե մեր հեռուստադիտողների, թե մենք մի քիչ խոսենք այդ ամենի մասին, որովհետև այնինչ կապված է երեխաների հետ, դա միշտ լավն է։ Բայց առավել լավ է, որովհետև այստեղ կան պրոֆեսիոնալներ, տվյալ պարագայում եկե Հայկ թատերախումբի մասին է խոսքը գնում, արի մի քիչ ավելի լավ դու սկսի պատմել, ես կհարցեր կտամ։ Հայկ թատերախումբը ընդհանրապես զբաղվում է շատ հետաքրքիր պրոյեկտներով եւ մանկական եւ մեծերին վերաբերվող, բայց կոնկրետ քանի որ ամենամոտը այս ներկայացումն է, հեքիաթ ներկայացում, որը իհարկե նվիրված է ամանորին, նոր տարուն եւ մի հրաշալի ներկայացում է, խորհուրդ եմ տալիս բոլորին ի դեպ գալ, որովհետեւ շատ հետաքրքիր լուծումներ են տրված եւ դեկորացիաները եւ երաժշտությունը եւ պարեր, երգեր եւ իսկ ընդհանուր առմամբ ես շատ գտնում եմ, որ այսօր երեխաներին շատ պետք է դա, ու ոչ միայն երեխաներին, նաև մեծերին, որովհետև շատ ենք կտրվել այդ գեղեցիկից։ Մենք մեր ժամանակ այդ ամենը տեսել ենք, մեր յոլկաները, մեր տոնածառները, տարբեր տեղեր, տոմսերը, որոնք վաճառվում էին, եւ իսկ այս ներկայացումը հենց դրա մասին է, բարության մասին է, որ այսօր ցավոք սրտի պակասում է աշխարհում։ Ես քեզ հետ համեմատեմ։ Նարդյան, իսկ ոնց ներկայացումը նախ ինչպես է կոչում ներկայացման նախ ռեժիսորը Գրիգոր Նեալթունյան, որը մի հրաշալի մարդ է, այո, սցենարիստը Սուսաննա Նեալթունյան, նրա տիկինը, հրաշալի մարդիկ, ովքեր եւ մեր ղեկավարներն են մեր ստուդիայի, շատ գեղեցիկ սցենար են գրել եւ հավաքելով իրենց շուրջ տարբեր դերասանների, նրանք ներկայացրել են այս ներկայացումը, որը կոչվում է Կախարդված արքայազնի գաղտնիքը, այո, պետք է արդեն այսպես ինտրիգա այո, կարծում ամենահետաքրքրաշարժը նաև նա է, որ ներկայացման մեջ ներգրավված են երեխաներ, այսինքն մեր փոքրիկ դերասանները, իսկ հանդիսատես երեխային հետաքրքրում է միշտ, երբ որ նրանք բեմում տեսնում են երեխա, նրանք ուզում են տեսնել ինչ պետք է անեն, իրենք կարող էին այնտեղ լինեին եւ այլը, եւ դա կարծում եմ շատ հետաքրքիր կլինի իրենց համար եւ երեխաներն են մեր փոքրիկ դերասանները շատ հրաշալի են խաղում իրենց դերերը, ներգրավված են նաև շատ լավ դերասանական կազմ, ինչպես ասացի, երգերը, պարեր, ամեն ինչ, անակնկաներ, չեմ ուզում շատ ինչ-որ փակագծեր բացել, բայց ուզում եմ բոլորին հրավիրել դեկտեմբերի 28-ին ժամը 3-ին Սուրբ Առաքելոց եկեղեցում է տեղի ունենալու այդ ներկայացումը, հրաշք ներկայացումը, ես վստահ եմ, որ ով գա չի փոշմանի։ Դա մի ուրիշ բան է կտրվել այս հոգսաշատ արագ ընթացող կյանքից եւ ընկնել հեքիաթների գիրկը եւ բարյանալ։ Այո, շատ իրավաց ես եւ իրոք դեկտեմբերի 28 այո, արժանի երեխաները որպեսզի լավ ներկայացում դիտեն եւ պարզապես հա պետք է ես գիտեմ որ համարյա շատ սպառվել են տեղերը շատ քիչ են մնացել, բայց այնուամենայնիվ կապ հաստատեք մենք ընդհանրապես հիմա եթե դեմ չես լինի մի փոքրիկ տեսահոլովակ կդիտենք այո անպայման եւ տեսահոլովակի ընթացքում սիրելի հեռուստադիտողներ դուք նաեւ հեռախոսահամարը կտեսնեք որով կարող եք զանգահարել դե կարող եք իհարկե մեր անունից զանգեք ասեք գիտեք համարը Ես մարդիկ են տվել այո կարող է զեղ ջանեն դե հիմա ինչ իմանանք հա դեմ չես մի այս բան դիտենք միասին տեսահոլովակը որը կպատմի ավելի շատ կարճ ներկայացման մասին նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ֆիքսեք հեռախոսահամարը որով կարող եք կապ հաստատել եւ ձեռք բերել տոմսեր Սրանք ուզում են նոր տարի դիմավորեն, իսկ ես ամեն բան պիտի անեմ, որ սրանց նոր տարի խափանեմ։ Արքայազնին գողացել է։ Զինվորներ, շտաբ գտեք արքայազնին։ Այ քեզ հաջողություն, արքայազնին իր ոտքով է կա։ Սրբոց Առաքելոց եկեղեցում տեղի կունենա կախարդված արքայազնի գաղտնիքը հեքիաթ ներկայացումը։ Դեկտեմբերի 28-ին ժամը 3-ին սպասում ենք ձեզ։ Տեղերը սահմանափակ են, տոմսերի համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով։ Այո, շատ հետաքրքիր էր, իրոք դիտեցինք եւ իրոք անվանումը այսպես շատ
գույնավոր էր շատ Այո, իսկ այնտեղ կան հնարքներ, որոնք կարծում եմ երբ դեռևս չեն օգտագործվել, երեխաները կվայելեն այդ հնարքները, կտեսնեն, կզարմանան, հագուստները եւս շատ գունեղ են, շատ հետաքրքիր։ Մի խոսքով բոլորին մեծ սիրով հրավիրում ենք, սպասում ենք եւ վստահեցնում 100%-ով, որ մեծ բավականություն են ստանալ։ Դե դեկտեմբերի 28-ին ժամը 3-ին դեռ խոսենք այդ ամենի մասին, բայց մի փոքրիկ իհարկե քո կապը խոսենք, հա, որովհետև ես գիտեմ, որ դու նույնպես ներգրաված ես այդ ներկայացման մեջ։ Այո։ Չգիտեմ որտեղից սկսեմ, երբ ոնց հայտնվեցի Հայքում, Այո, իհարկե, նախ խոսենք, այո, ոնց հայտնվեցիր եւ քո դերը ներկայացման մեջ, հետո արդեն կզրուցենք, այո։ Շատ լավ, ասեմ, որ ես շատ դժվար եմ համակերպում այստեղ անկեղծ պետք է ասեմ եւ շատ-շատերին նման։ Որքան ժամանակ ես արդեն։ Ես 3 տարի մի քիչ ավել։ 3 տարի, շատ լավ։ Այո։ Եվ աշխատում եմ մեծերի մանկապարտեզում, աշխատում եմ Իվետայի Եդիգարյանի հետ ու մի օր Իվետանին զանգ տվեց, ասեց նրա մի հատ ներկայացման սաստավ են հավաքում։ Կուզենաս միասին գնանք։ Ասեցի գնանք։ Այդպես երկուսով վեր կացանք ու գնացինք, եկանք մեր սիրելի Հայքը։ Այդտեղ ներկայացում էր մեծերի ներկայացում, որը եւս շուտով կլինի, պատրաստվում է եւ արդեն այն վրասմա գնաց արդեն թե ոնց գնաց, չգիտեմ, հանդիպեցինք Գրիգորին Հարգարժան, հանդիպեցինք Սուսաննային, նրանց այդ վերաբերմունքը, նրանց այդ մարդկային ֆակտորները շատ ինձ գրավեցին եւ ասեմ, որ Հայքը ինձ շատ է օգնում, որ ես ավելի համակերպվեմ, այո, եւ այդտեղ ես ինձ կարծես թե դուրը բացում եմ, ոնց որ Երևան մտնեմ, հետո դուրս եմ գալի նորից տեսնում իրականությունը։ Դե գիտես ոնց է, դա այդպես էլ կա, այո, որովհետեւ միջավայրը դե ստեղծագործող մարդիկ իհարկե գաղտնիք չէ, որ շատ-շատերը ովքեր գալիս են Միացյալ Նահանգներ, նո ստեղծագործող մարդիկ, մեր ոլորտի մարդիկ այնուամենայնիվ դե բնականաբար մի քիչ կյանքը ուրիշ է եւ ոչ բոլորն են կարողանում իր աշխատանքով զբաղվել եւ այո դու հենց կարողանում ես ներգրաված լինել քո աշխատանքով, քո սիրված աշխատանքով։ Արդեն իհարկե այդ ամենը արդեն հեշտ է համակերպվել այդ ամենը։ Նարա ջան, հիմա արի մի քիչ զրուցենք առհասարակ քեզ քո մասին։ Մեր հարցը, ճիշտ ասած, այս հարցը միշտ մեր հյուրերին սկզբից եմ տալիս, բայց հիմա մենք խոսեցինք ներկայացման մասին, հիմա քեզ կտամ առհասարակ տաղանդը որպես լավ դերասանական ջիղ, դերասանական դեպի դերասանություն, ով նկատեց, այսինքն չգիտեմ, ոնց ստացվեց այդպես, որ մեկը նկատեց, այս երեխեն կարա լավ դերասան դառնա օրինակ, այսինքն ոնց դա ստացվեց, ով էր այդ մարդը կամ մարդիկ, այո։ Ասեմ նախ, որ հենց բուն դերասան չէր։ Ես այն որ ասում եմ փոքրուց երազել եմ երգիչ դառնալ, ես փոքր ժամանակվանից չէ, այդ ես օրինակն եմ վերում, որ ասում են փոքր ժամանակվանից երազել եմ, հիմա չգիտեմ կարողա ես իմ համար ուղակի կուրկ միջև հիմա դա Նարա Շելեփչյանն է։ Ես այնքան շատ էի սիրում, այնքան ուրախանում իմ անունն էլ է Նարա Շելեփչյան, վերցնում եմ ժամանակ ծրագրի մեջ էին, չէ՞, օրվա թե ինչ ենք դիտելու։ Վերցնում եմ այդ հերթը մի աթոռ ունեին։ Իսկ այդ ծրագրերի մեջ sense կլորականում է։ Ապա ամենասիրած հաղորդումները, բաբոնց, անում ենք, ու ես վերցնում եմ այդ հերթը ու մի աթոռ ունենք, փայտից շատեր ունեն այդ ժամանակ, նստում եմ այդտեղ այսպես կողքս թղթի վրա գրում է, բայց այնտեղ Նարա Պողոսյան, վերցնում է տատիկիս ակնոցը դնում է, այն ժամանակ ակնոց չէի կրում, վերցնում է այդ թերթը եւ ասում է ժամը 20-ին լրաբեր, ժամը ասենք 16:30-ին գեղարվեստական կինոնկար, այդպես էր, չէ՞, ու ես շատերն էին հաղորդում, բայց ես սպասում էի հենց Նարա Շելեփչյանը, այնքան շատ էի սիրում, հետո հաղորդավարական այսպես, այո, ես բախտ վիճակվեց նրա հետ ծանոթանալ եւ շատ երջանիկ եղա ու այդպես ինչպես իմ բոլոր հասակակիցները ճամբարներ էինք սարքում, համերգներ էինք տալիս։ Բայց այդ դեպքում իս դպրոցում երբ դասարանում որևէ միջոցառում դու էր անպայման ես գնում եմ Պիոներ պալատ, գնում եմ ասմունքի, գնում եմ երգի, գնում եմ պարի, գնում եմ դերասան թատերական խմբակ, բոլոր խմբակները գնում եմ, ոնց է գնում եմ, մենակով գնում ենք, մենք այդ ժամանակ Արեշում ենք ապրում ու մենակով գնում է Արեշի Պիոներ պալատը, բոլոր խմբակները արտասանում է, երգում է, միջոցառումներին էին ինձ տանում։ Հետո արդեն երբ մեծացա, վստահ որոշված, որ ես պետք է հաղորդավար դառնամ կամ լրագրող պետք է դառնամ, բայց իմ քյավառցի պապան որոշեց, որ ոչ, ով ասեց, որ դու պետք է դառնաս դերասան կամ հաղորդավար,
ու ես հոկեբան դարձա։ Շատ է։ Դե հիմա Քյավառցի papan մի բան գիտեմ, որ ասեց որ պետք է հոկեբան դառնան, չէ։ Բայց մենք խոսենք իհարկե, այո, քո մասնագիտությունը իհարկե կապ չունեցավ այնուամենայնիվ դերասանական հաղորդավարության հետ, բայց դու, եթե ես չեմ սխալվում, այնուամենայնիվ ստուդիայում սովորեցիր կամերային թատրոնի Արագ Երնջակյանի, մի քիչ կպատմես այդ ամենը։ Այո, ես ավարտեցի հոկեբանի դիպլոմը բերեցի տուն, բայց ասացի, որ չէ, իսկապես պապ իմիջիալոց սովորելուց տարիներին է կավեններ էին տարբեր չէ տեղեր լինում բան ամենտեղ ես ներգրաված էի ասեցի որ իսկապես ես պետք է անպայման սա չի իմ գործը ու այն ժամանակ արդեն շատ էին կաբելային հեռուստաընկերությունները բազմաթիվ հետո մի օր տեսանք այն վազող տողեր կային վազող տողով դեպեց որ F հեռուստաընկերությունը պահանջում է հաղորդավար ինքն էլ ինձ հետ եկավ պապաս երկուսով գնացինք եւ այդպես ներգրավեցի այդտեղ հաղորդավար աշխատեցի այդ հեռուստաընկերությունում իմ հաղորդումը ունեի իսկ այդ հաղորդումը դե հաշվի առնելով իհարկե papan Քյավառցի papan այդ որ գնացիք առաջ օրը հետո վերջը ուտել խմելով վերջացավ առաջանդրում ես բոլորին միշտ հրավիրում մենք մոտ էինք ապրում ու այդպես հաղորդումը գնաց հաղորդումը փակվելուց հետո արդեն լուծարվեց այդ հեռուստաընկերությունը քիչ-քիչ փակեցին այդ կաբելայինները եւ այնտեղ արդեն մեր աղջիկները ամեն մեկը միտեղ գնացին եւ մի աղջիկներից մեկը ասեց նարեկ դες կամերային թատրոնը ստուդիա է հավաքում կուզես գնանք այնտեղի ստուդիան ասեցի հա իհարկե գնանք իդեպ մի զավեշ տալի բան կարող եմ պատմել իհարկե լիսնեն ասեց կարող ենք գնալ նար ասի իհարկե կարող ենք որտեղ պետքա շարունակեմ քանի սկսել եմ եւ այլ կամերային թատրոններ գրված ես հայտարարություն եմ կարդում ու մենք գնում ենք երիտասարդականի կամերայինը երիտասարդականի երաշտականը գնում ենք այնտեղ նստում ենք ասում ենք բարև ձեզ մի ռուսախոսքին գալիս է ասում են բարև ձեզ ասում ենք եկել ենք հայտարարությամբ շատ լավ է կարևերցրեք լրացրեք այս թղթերը լրացնում ենք բայց տակը գրածա ինչ գործիք եք նվագում մարդ հա մենք այդ դրամայում ասում մենք եկել ենք երաշտականը ու հետո ընկերուհիս ասեց կներեք ասեց բայց այստեղ չի գրած ոչ հաղորդավար ոչ բան ասեցի չի հաղորդավար դուք ինչ գործիք եք նվագում ասեք մենք չենք նվագում մենք եկել ենք հաղորդավար դերասան ու ասես դուք սխալ եք եկեք գնացեք Մատենադարանի մոտ գնացինք այնտեղ ստուդիան հավաքվեց Երինջակյանի մոտ այնտեղ կազմակերպում էր Վարդուհին հրաշալի մի կին ով ինձ շատ օգնեց այնտեղ ներգրավեցինք այս ստուդիան ստեղծեց ես հիշում եմ այն ժամանակ կար ինչ որ կից երկաթ TV ճիշտ այո հաղորդումներ էին նկարվում գովազդներ էինք նկարում բայց ես այնտեղ էլ հենց ներկայացա որ ես որպես հաղորդավար եմ ուզում իսկ այն ժամանակ շատ մարդիկ դիմում էին հենց թատրոններից էին ուզում էին պրոֆեսիոնալ մարդիկ որ ինչ որ հաղորդում վարեն ինչ որ միտեղ նկարվեին այսպես չեմ ուզում հիմա վատ ասեմ բայց հիմա որտեղից պատահի բերում են, նկարում են, տանում են։ Չէ, դե ոնց կա ճիշտ ասում ես։ Բայց այն ժամանակ դիմում էին թատրոններին, թատրոններից էին վերցնում եւ շատ գործեր ինձ տվեցին, շատ լավ համերգներ վարեցի, շատ միջոցառումներ անցկացրեցի կամերային թատրոնի այդ ներկայացումով մանկական մենք գնացինք տարբեր տեղեր համերգների ու ինչն է հետաքրքիր, որ դա 20 տարի առաջ է եղել, ես այդ ներկայացման մեջ մանկական խաղում էի բարիփերի ով գալի եւ ազատում էր։ Եվ հիմա այս ներկայացումում, այս մեր արքայազնի կախարդված արքայազնի գաղտնիքի մեջ եւս գալիս եմ եւ ազատում եմ բարին էլ բարի շատ բարի եմ շատ լավ հրաշա բայց Նարա ջան այնուամենայնիվ փաստորեն դե այ հիմա խոսենք մի քիչ այդ հոկեբան փաստորեն մասնագիտությունը որը ընկավ այնուամենայնիվ կողքի մնաց եւ բուրըն սկսվեց գործունեություն հա ներկայացնել եւ այլ բայց հետո հոպ Եվ այդ ամեն ինչը հետո ինչպես հայկական ավանդական ընտանիք ընտանիքներում ամուսնացա դե արդեն ժամանակ չի լինում բայց այնուամենայնիվ այո բայց ամենայն դեպս իհարկե գիտես ես միշտ նկատել եմ բայց իհարկե որոշ յուրաքանչյուր մարդու մոտ ինչ որ ժամանակի ընթացքում հարցեր են առաջանում որոշակի ընդհատումներ ընդմիջումներ եւ այլ բայց այնուամենայնիվ ժամանակը գալիս է միևնույնն է քեզ բերում է այն ուղին, որը քոնը եղել այսօր, դա նույնպես քո այսպես օրինակի վրա այս ներկայացումը։ Այնպես չի լինում, որ մարդը նույն մեր հեռուստատեսային ոլորտում, հա, մեկ մարդ, որ երբևէ հեռուստատեսային ոլորտում եղել է, ինքը մեջը եղել է,
ինքը դա մի ճահիճ է եւ դա չես կարող պարզապես կորել, դա չի լինում, դու կապ չունի ոնց եւ ուղին քեզ բերելու է մեկը։ Ճիշտ է։ Հիմա դու տարիներ անց այնուամենայնիվ 20 տարի ես երբ որ ամուսնացա, ամուսինս ասեց, որ դու չես աշխատելու, ես էլ մտածում եմ, ես այնքան խորամանկ եմ, անպայման ամուսնանալուց հետո կանցնի, կասեմ աշխատում եմ։ Մի տարի հետո։ Հա, բայց այդպես չէր, փաստորեն։ Անցավ 20 տարի, թեպետ դրանից 3 տարի հետո ես աշխատեցի Բաղրամյանի վրա, մենք Բաղրամյանի վրա էինք ապրում, ինքն էլ աշխատում էր Բաղրամյանի վրա, հենց իր աշխատավայրի դիմացը կար Մադագասկար մանկական սրճարան, իր ընկերոջին, այդտեղ մենեջեր է ես եղա, կազմակերպում էի այդտեղ։ Մադագասկարը, եթե ես չեմ սխալվում, այո, հենց մետրոյի կողմն էր։ Այո, հենց այդտեղ եղա մենեջեր։ Բաղրամյան 26-ի դիմաց, այո, ես հիշում եմ շատ լավ։ Այո, հենց այդտեղ էի աշխատում եւ այդտեղ երկար 4 տարի աշխատեցի, մենեջեր էի կազմակերպում, նորից ուզում ասեմ, ինչ որ խոսքով այո, մանկության հետ է կապված եղել։ Դե բնականաբար իհարկե, բայց այստեղ արի համաձայնվի, որ ինչու՞ն է նաեւ հաջողությունը, նաեւ այստեղ քո մասնագիտությունը հոգեբան։ Անպայման, միշտ է պետք գալիս։ Հոգեբանը միևնույն այնուամենայնիվ առավել եւս երեխայի, հա, հոգեբանություն հասկանալը կարծում շատ այո, չէ, շատ պետք է գալի, մարդկանց էլ հասկանալը պետք է գալի ու այդպես աշխատելուց հետո երբ որ մենք հիմա տեղափոխվեցինք արդեն այստեղ, ես իսկապես հիմա արդեն ամենայն լրջությամբ եմ ասում, շատ դժվար օրեր ունեցա, իսկապես դեպրեսիա էի տամ եւ հոգեպես եւ ֆիզիկապես ու հետո որ արդեն սկսեցի աշխատել մեծերի մանկապարտեզում, նրանց իմ սիրելի մեծերի, իմ տատիկների, պապիկների։ Դե հաղորդավարություն այո, ես լրիվ սարքում եմ տոն։ Եվ մենք ցերեկույթներ ենք անում, ասմունքի երեկոներ, ցերեկույթներ ենք անում։ Ես ասում, սա մանկապարտեզ չի, ժողովուրդ, սա մշակույթի կենտրոն է։ Դուք գալիս եք մշակույթի կենտրոն ու հետո որ թատրոնը եղավ, ես վախենում էի ամուսնուս ասեի։ Ասում էի, բայց ինչ կասի Արմանը, չգիտեմ, բան, բայց ասեցի ինձ թվում է ինքը որտեվ տեսավ, ես ինչ վիճակում եմ, մտածեց լավ, դե մենակ էս իրան։ Դե լավ է դու ասես դե 20 տարի անցել է, լավ դե։ Ու այսպես շատ ուրախ եմ որ համաձայնեց։ Եվ հետո եկավ տեսավ մեր խումբը, ինչ հրաշալի խումբ է Հայք Թաթերախումբը եւ արդեն ընտանեկան մթնոլորտ է այնտեղ եւ ես շատ ուրախ եմ, ես ներգրաված եմ նաեւ այս ներկայացման մեջ, որը խորհուրդ եմ տալիս եւս մեկ անգամ արդից օգտվելով բոլոր կան, այս ներկայացման մեջ էլ եմ սիրելիներ, ինձ կարող եք այնտեղ տեսնել, նորից գալու եմ փրկեմ բոլորին ճարից, շունն ու կատուն է պատրաստ նաեւ, կլինի շատ ներկայացումներ մենք ունենք, Հայք Թաթերախումբը շատ գեղեցիկ անակնկալներ է պատրաստում, շուտով կլինեն, դրանք քիչ-քիչ։ Նարը ջան, արի մոտական նախագծերի մասին քիչ ուշ կզրուցենք, որովհետեւ մենք անպայման իհարկե խոսելու ենք այդ ամենի մասին, թե նոր ներկայացումի, թե եւս մեկ անգամ իհարկե խոսելու ենք դեկտեմբերի 28-ին կայանալիք ներկայացման մասին։ Հիմա ես կխնդրեմ, որպեսզի մենք անցնենք մեր երկրորդ էջին։ Խախա։ Ահա, խախա։ Հիմա խախան, նայ, սովորաբար երբ դերասաններ են լինում, հա, տվյալ պարագայում, մենք ֆիլմեր ենք, ֆիլմերի հատվածներ ենք նայում, ընդհատվում է հատվածը, հետո նայում ենք շարունակությունը։ Բայց որոշեցինք միասին այս պարագայում երաժշտական այնուամենայնիվ անել, իդեպ դու երգում ես։ Այն ժամանակին երգում ենք, բայց հիմա արդեն ձայնս։ Չէ։ Բայց իսկ այնց որ մարդ չկա։ Դա մենք դες բոլորն ենք արդյոք երգում, բոլոր երգչուհիներ են դες։ Շատ լավ։ Իրենց տանը։ Այո։ Հիմա մենք միասին 3 երգի հատված ենք լսելու։ Երգը ընդհատվում է։ Ես 4 տարբերակ ասելու եմ, որից մեկը ճիշտ է, 3-ը սխալ։ Հա, մենք միասին կփորձենք, այսինքն ճիշտ գուշակել։ Իդեպ երգը ասեցիր երգում ես, իսկ երբևէ ստեղծագործել ես ինքդ գրել որպես սցենարիստ, այսինքն երգ։ Ես երգ չեմ գրել, մի քանի ունեմ բանաստեղծություններ, բայց հիմա չէ, էլի ավելի շատ երիտասարդ ժամանակ։ Ես այնքան հին բաներ եմ ասում, մարդիկ ասես, քանի տարեկան է, պիոներ կանչի մեջ, չգիտեմ որտեղ։ Դու շատ երիտասարդ ես, բայց այնուամենայնիվ գիտես, այդպես է լինում, որ ես գաղտնիք չէ պրակտիկապես այդպես ասում, համարյա բոլոր հաղորդումներին կրկնում եմ դա, հին սիրող մարդ եմ, հին մարդ եմ, եւ միշտ որ խոսում ենք, զրուցում ենք, խոսում ենք հին հնի մասին, լավի մասին, այն ամեն ինչ որ ունեցել ենք եւ իհարկե կցանկանանք իհարկե որպես այդ լավ այնուամենայնիվ մնա։ Նորից գա, այո։
Նարաջան, պատրաստ ենք։ Այո։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Նարա Պողոսյանի հետ միասին հիմա եւ դուք իհարկե նույնպես ակտիվորեն մասնակցում եք մեր խաղին, միասին 3 երգի հատվածները կլսենք եւ կփորձենք ճիշտ գուշակել։ Հա, իդեպ գուշակության պահով դու այսպես ինտուիցիա կա, հա, այսպես դա կոմոդ ոնց է զարգացած։ Կարծում եմ զարգացած է, բայց փորձենք, հիմա կտեսնենք։ Հիմա կտեսնենք։ Շատ լավ։ Եվ այսպես առաջին երգի հատվածը խնդրեմ միասին լսենք այս բանին։ Բայց ահա մարդամեկը բռնել է, առաջին տարբերակը, իմ հայացքը, բայց ահա մարդամեկը բռնել է սրտիս ղեկը, երկու, բայց ահա մարդամեկը բռնել է ուսիս խալը, եւ բայց ահա մարդամեկը բռնել է աչքիս թայը։ Չէ, կարծում եմ երկրորդը։ Սրտիս ղեկը։ Այո, այո։ Իսկ ինչու ոչ օրինակ աչքի թայը լինում է, չէ՞ որ աչքի թայը Բռնում է։ Չէ, կարծում ես երկի մեջ ամեն դեպքում ղեկն է բռնել։ Իսկ իմ հայացքը ոչ։ Չէ։ Բայց մարդը մեկը բռնել է, հոպ, հայացքը բռնում է, չէ՞ լինում այդպես որ մարդու հայացքը բռնում է։ Չէ, ես ամեն դեպքում կարծում եմ ղեկը։ Ես իհարկե չեմ ուզում քեզ ապա կողմնորոշել, բայց Չէ, ես վստահ ղեկն եմ, եթե անգամ սխալվեմ։ Երկը։ Առաջակավել Շատ լավ։ Բայց ահա մարդամեկը բռնել է սրտիս ղեկը, այս տարբերակը ընտրեց Նարան, ճիշտ է դա թե ոչ մենք հիմա կլսենք եւ կանցնենք երկրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Ով իմ խելքը կերել է չկա մեկը, բայց ահա մարդամեկը բռնել է սրտիս ղեկը։ Ահա։ Գիտես, բայց իրոք, որտեվ սրտիս ղեկը համարյա մեր ինչպես են երգերը, չէ՞։ Դե մենք սովորաբար միայն երգերի բառերին ենք հետևում, որովհետև մեր խաղը կապված է բառերի հետ, ոչ թե երաժշտության եւ երգիչների հետ, բայց սրտիս ղեկը ինքը այնպեսի մի արտահայտություն է, որը պրակտիկապես չի օգտագործվում։ Համաձայն եմ, բայց այս իր ասած հանգավորումներով Ես հասկանում եմ, որովհետև տես իմ հայացքը ինքը դե հա ամեն մի երկու ես սիրում եմ քեզ, ես լացեցի, չգիտեմ, այդ ողջ բան, այդ ամեն ինչը գրեթե բոլոր երգերում կա։ Բայց սրտիս ղեկը, այսինքն ղեկ, ռուլ կամ ռույլ, պրակտիկապես չի լինում։ Ես մտածեցի հանգավորումով ղեկը կլիներ։ 1-0 դու հաղթում ես, ես քեզ շնորհավորում եմ եւ խնդրեմ արդեն անցնենք երկրորդ երգի հատվածին։ Չեմ կարող ստել, չեմ կարող չասել այս խոսքերը քեզ։ Հետո չեմ կարող չասել այս խոսքերը քեզ, զանգում եմ տես։ Չեմ կարող չասել այս խոսքերը քեզ, սիրում եմ տես։ Չեմ կարող չասել այս խոսքերը քեզ, հալվում եմ տես։ Այստեղ կապ ունի Ջունանուշի բան, մասնագիտական է։ Եվ չեմ կարող չասել այս խոսքերը քեզ, մուծվում եմ տես։ Մուծվում է էլի շատ ակտուալ է, շատ արդիական է, որովհետև բոլորը այստեղ մուծվում են։ Այո, չէ։ Զանգում եմ տես, սիրում եմ տես, հալվում եմ տես, մուծվում եմ տես։ Բոլոր տարբերակներն կարող էին լինել, բայց սիրում եմ տեսը թող լինի։ Սիրում եմ տես։ Սիրում եմ տես։ Չենք մոռանում, որ ես հին մարդ է։ Սիրում եմ տես։ Չէ, դե որ հին մարդ է, զանգում եմ տես պետքա լիներ, այն շնորհով հեռախոսները, այո, իդեպ չէր լինում զանգել, դե հիմա արի։ Շատերը բայց չունեին, մենք չունեինք։ Ինչ ունեիք։ Չունեին, այն շատ ավելի հին ժամանակներում չունեինք։ Չէ, որովհետև մենք հարևային տարից էինք զանգում։ Չէ, որովհետև դե հիմա դժվար երիտասարդներին բացատրես, որ կար հասկացություն, որը կոչվում է բլակերատոր։
բլոկիրատոր, երբ որ դու չեր կարողանում զանգել որևէ մեկին, որովհետև քո հեռախոս դու համար ուներ առանձին, օրինակ ձեր համարը վերջում, չգիտեմ, 36-ով էր, իսկ դիմացի հարևանին նույն համարն էր, բայց 37-ով։ Երբ դու հանկարծ վերցնում էր խոսափողը, որպեսզի զանգեր, չէիր կարողանում, որովհետև դեմ հեռավանը արդեն խոսում էր։ Այո, մեր մոդել էր դա տիպի։ Չէ, կարծում եմ սիրում եմ, թող լինի սիրում եմ։ Իսկ հալվում եմ։ Հալվում եմ իսկապես կարող է լինել։ Երգի ես ձայնից այդտեղ չկա, կարող եւ հալվել։ Կարող եւ հալվել, կարող եւ սիրում եմ։ Թող լինի սիրում եմ։ Չեմ կարող չասել այս խոսքերը, քեզ սիրում եմ տես, այս տարբերակը ընտրեց Նարան, լսենք ճիշտ տարբերակը եւ արդեն անցնենք երրորդ եզրափակիչ երգին, խնդրեմ։ Կարող ես երգերը ես գիտեմ իսկապես։ Կարող եմ լսել այս երգերը։ Ասում եմ կարող է, ընկել եմ կարող է։ Բայց խոսեցինք իհարկե որպես հիմա, բայց կարող եմ մի հատ sense կասետ ունես փոքր։ Իմ հաղորդումներն են կասետներով, բայց sense կասետ դնում ես չկասնում։ Ու հետո մանիկյուրով կպցրած անպայման։ Բայց հիշում ես ոնց ենք ձայնագրություն անում։ Հիշում ես քեշես, բայց ինչ ենք սեղմում, play-ն ենք սեղմում, մեկը վերջում ռեքը, այսինքն սեղմում։ Իրար հետ միաժամանակ։ Զապսել ինում էր։ Նարեջան, դու արդեն հաղթել ես, ասեմ քեզ 2-0, բայց երրորդը պետք է տեսնենք, որպեսզի տեսնենք 3-0 թե 2-1 հաղթեցիր, բրավո։ Դու այսինքն հանգիստ արդեն կարող ես քեզ համարել որպես հայ երկի մասնագետ։ Մեր մոտ շատ տարբեր հայ երկի դեսպան կա, հայ երկի չգիտեմ ինչ կա, հայ երկի հեղինակ, հիմա հայ երկի մասնագետ։ Խնդրեմ, երրորդ վերջին հատվածը լսենք այս բանին միասին։ Այսինքն լսել եմ, այս երգը գիտեմ, բայց տեսնենք որ բառն է։ Կյանքս ոնց եմ, առաջինը ապրել առանց քեզ, կյանքս ոնց եմ կարոտել ես քեզ, կյանքս ոնց եմ սատկացրել ես քեզ, այս տարականների մեջ է խոսքը գնում, եւ կյանքս ոնց եմ, ոչինչ էլի դու ոնց ես, տնեցիք ոնց են, ինչ արեցիք այն երեխու, բա երբ եք գալու, դուք եկեք, խնդիր չկա, մենք կանք, ասեք կգանք կդիմավորենք։ Սա թաթաներ։ Դու կապ չունի երգիչները։ Չէ, ուզում ասում եմ, հաստատ լսել եմ։ Եթե չեմ սխալվում, կյանքս ոնց եմ կարոտել ես քեզ պետքա լինի։ Իսկ ապրել առանց քեզ։ Դել կարող է լինի։ Իսկ սատկացնելը չեմ։ Չէ, սատկացնել չի սատկացնի։ Կարծում եմ կարոտել ես քեզ։ Կարոտել։ Եթե հիշում եմ լավ։ Դե հիմա ամենայն դեպս եթե անգամ սխալվես, թող լինի 2-1։ Հիմա ինչ անպայման է 3-0 լինի։ Կարող է հաղթելն է, չէ՞։ Այո, բայց կարծում եմ կարոտել։ Ոնց եմ կարոտել։ Ապրել առանց քեզ չենք ընտրում այդ տան։ Չէ, մտածում եմ, բայց թողել են կարոտել։ Շատ լավ։ Կյանքս ոնց եմ կարոտել ես քեզ, այս տարբերակը ընտրեց Նարան, ճիշտ է դա թե ոչ մենք հիմա լսենք եւ անցնենք առաջ։ Ճիշտ է։ Պրոֆեսիոնալ, հայ երկի պրոֆեսիոնալ։ Բրավո, Նարան ջան, 3-0։ 3-0 այսպես բարձր տրամադրությամբ արդեն հանգիստ դեպի գնում ենք ներկայացում։ Գնացինք, այո։ Նարան ջան, հիմա խնդրեմ այ մի քիչ խոսենք, նախ արդեն մի այսպես ակնարկ արեցի շուն ու կատու ներկայացումն է սպասվում, նաև իհարկե խոսենք ամսի 28-ին, դեկտեմբերի 28-ի ներկայացման մասին, եւս հիշեցնենք մեր հեռուստադիտողներին։ Ես ուզում եմ այս ինչը որ պետքա լինի դրանց մասին դեռևս չխոսենք, որը որ կլինեն, ուզում ասեմ, որ մեծ աշխատանքներ տարվում են։ Որովհետև դեկտեմբերի 28-ը արդեն շատ քիչ օր է մնում, այո, խոսենք նրանից, ինչը որ արդեն պատրաստ է եւ պետք է հանձնենք մեր սիրելի հանդիսատեսի դատին։ Կախարդված արքայազնի գաղտնիքը։ Կախարդված արքայազնի գաղտնիքը։ Եթե ուզում եք իմանալ կախարդված արքայազնի գաղտնիքը, ապա պետք է դեկտեմբերի 28-ին ժամը 3-ին ներկա լինեք այս հրաշալի ներկայացմանը, որտեղ Սուրբ Առաքելոց եկեղեցում շատ իսկապես եւս մեկ անգամ սիրելի
հերոստատիտող ասենք, ես սովորեմ հերոստատիտողի նաև դիմեմ սիրելիներս ձեզ, իսկապես սպասում ենք բոլորիդ եւ լինելու են եւս մեկ անգամ կրկնվում եմ, բայց լինելու է գունեղ հետաքրքիր մի ներկայացում, որը ձեզ կկտրի առօրյա հոգսերից, կընկնեք հեքիաթների աշխարհը եւ այդ մի ժամը 40 րոպեն թե ինչքան որ կտևի այդ ընթացք այդ ժամանակահատվածը դուք հեքիաթների աշխարհում կլինեք եւ վստահ ձեր երեխաները գող կգնան այդտեղից եւ անպայման նաեւ ուզում ասեմ որ շատ ուսուցողական է այո ներկայացումը նաեւ հարգանքի հետ կապված բարի ու չարի հետ կապված նաեւ փոքրիկ հումորներ կան օգտագործված են նաեւ ամերիկյան բառեր որ երեխաները նաեւ հասկանան կարծում շատ հետաքրքիր կլինի համեցեք ամերիկյան որը so brother John sense ինչ որ sense բաներ պարտադիր պետք Սոն էլ կը, չգիտեմ, տարբեր բառ։ Սոն պարտադիր է։ Այո։ Ես չեմ օգտագործում օրինակ, հետաքրքիր է ինչի եւ ասա, որտե լեզու չգիտես, պիտի իմանաս որ օգտագործես։ Շատ լավ։ Եվ իդեպ ես ուզում եմ ասել, որ անպայման չէ սիրելի հեռուստադիտողներ, որ իհարկե ձեր երեխաներին բերեք, նրանք առհասարակ առաջին հերթին մանկական ներկայացում է երեխաների հետ, բայց գիտեք ոնց, երբեմն մենք մեծերս նույնպես ուզում ենք հայտնենք հրաշքում, հայտնվենք երբ փոքրիկ ենք։ Հիմա եկեք մենք մեզ այդ հարցում որոշակի առումով փորձենք մենք դա անենք, այսինքն մենք էլ հայտնվենք մեր հեքիաթում մանկության, այսինքն մենք է գնանք դիտենք, ինչու ոչ օրինակ։ Այո։ Որովհետև ես կարծում եմ ուսուցողական, բայց հիմա մեծերն ունակ շատ բան նաև ուսուցանեն են։ Միանշանակ համաձայն եմ, նվերներ պետքա գնեք, կարող եք տոմսերը գնել, նվիրել, հիանալի նվեր կլինի եւ ամբողջ կյանքում կհիշեն ձեր նվերը, որտեղ վառ տպավորությունները վստահ մնալու են միջև կյանքի։ Իհարկե, վերցնում եք այդ պլիտկաները, այդ շոկոլադները առնում եք, որի ինչ, այդ մի հատ կերավ, գնաց, վերջացավ, մյուս տարի էլ կուտի, բայց դեն սա հիշվող սա է, ոչ թե ձեր շոկոլադներն է հիշվում։ Քանի քերին կա, ինքը միշտ պետքա տոմսերը։ Նոր կներկայացում նայի։ Շատ լավ, Նարա ջան, եւ մեր հաղորդման ավարտին, գիտես, միշտ մեր հյուրերին մի բան խնդրում ենք վերջում։ Այո։ Հիմա ճիշտ ասած դու չգիտես ինչի մասն ենք քեզ խնդրելու, բայց հաշվառնելով որ քո այսպես փորձը, քո գործունեությունը որպես հաղորդավար, որպես ասմունքող, մի փոքրիկ էքսպերիմենտ փորձենք անել։ Տեսնենք ոնց կստացվի, հա մենը։ Ես գիտեմ որ լավ կստացվի, բայց համենայնպես դեռ այդպես բան չենք փորձել։ Տեսնենք լավ, ինչ։ Հիմա վերցնենք օրինակ ինչ որ մի քանի նորություն, որպես հաղորդավար ենք խոսում։ Այո։ Եվ այդ ամենը փորձենք ասմունքով ներկայացնենք։ Նորությունները ասմունքի տեսքով։ Նորությունները ասմունքի տեսքով, որովհետև օրինակ այսօր 3 տեղի ունեցած մոտավորապես հա մի հատ փորձենք տեսնենք ինչ շատ դժվար բան ես ասում։ Դու դեռ ժամանակ ունես, կարող եմ հեռախոսից օգտվել։ Այո, դու ժամանակ ունես դեռ պատրաստվի, այո, դու մի քիչ պատրաստվի, որովհետև դեռ պետքա պատրաստվես։ Իսկ սիրելի հեռուստադիտողներ, մինչ Նարան պատրաստվում է այս փոքրիկ էքսպերիմենտը իհարկե իրականացնել եւ կտեսնենք, ես կարծում եմ շատ լավ կստացվի, ես ուզում եմ եւս մեկ անգամ նշել շնորհակալություն հայտնել մեր հաղորդման գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավոր 911 Detox Center կազմակերպություն, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն կախվածություն, վերադարձնում է լիարժեք կյանքի։ Մասնագետներ, ովքեր այստեղ աշխատում են շատ եւ շատ երկար տարիներ, օգնել են շատ մարդկանց եւ այսօր այդ մարդիկ ում նրանց օգնել, նրանք նույնպես աջակցում են եւ այսպես ասած միասին փորձում են օգնել այն մարդկանց, ովքեր արդեն ունեն կախվածություն։ Այդ իսկ առումով 409-9011 հեռախոսահամարով զանգարեք, եթե կա նման խնդիր եւ կարծում եմ համոզված եմ, որ ձեր խնդրը լուծված կլինի։ Armenian Evening նախագծի հովանավոր Lido Pubs Resort and Spa հյուրանոցային համալիր սա պարզապես համալիր չէ հյուրանոցային, սա առողջարան է, որովհետև ամրագրում եք համարները, սա շատ հարմարավետ է, բոլոր հարմարությունները այստեղ կան, գալիս եք, ժամանակ եք անցկացնում եւ օգտվում եք տաք լողավազաններից, տաք հանքային ջրով լողավազաններից։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, եթե ունեք հանգստյան օրեր եւ չգիտեք ինչպես լիարժեք այն անցկացնել, պարզապես զանգարում եք հետեւյալ հեռախոսահամարով 760 329 60 33, նախ ճշտում եք կա տեղ թե չէ։
եթե տեղ կա, ասում եք ինձ խնդրում եմ մի երկու հատ համարը ամրագրեք։ Հետո գնում եք ձեր ընտանիքով, ձեր ընկերներով գնում եք եւ լիարժեք լավ ժամանակ եք անցկացնում։ Ես համոզված եմ, ով մեկ անգամ գալիս է, հետո անպայման էլի է գալիս։ Դա փաստ է։ Շնորհակալություն մեր գործընկերներին աջակցության համար եւ հայացքս ուղղում եմ դեպի Նարան։ Այնքան դժվար բան ես ուզել Արմեն ջան, բայց փորձեք, շատ կարճ։ Երկու բան ասեմ։ Ես ամեն առավոտ քանի որ նշեցի մանկապարտեզում եմ, լուրերի ժամ ունեմ, այսօր ինչ որ կարդացել եմ, այդտեղից մի բան փորձեմ այդպես կլինի այդպես։ Փորձենք։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, փոքրիկ էքսպերիմենտ, Խիստ չդատեք։ լուրեր, այո, լուրեր ասմունքի տեսքով Նարա Պողոսյան հենց այս բային ուղիղ եթերում։ Այս տարի Սուրբ Ծննդյան նախաշեմին ամերիկացիները կրճատել են իրենց ծախսերը։ Հարցման համաձայն նվերների համար նախատեսված բյուջեն $778 կրճատվել է $229, որովհետև գնաճը արդեն հասնում է ուր։ Սա առաջին լուրը եւ երկրորդը Տեխասում մի երիտասարդ իր ծննդյան օրը գնեց վիճակախաղի տոմս $10 օքես հրաշք տանը ջնջելով տոմսը երիտասարդը միայնակ նստած ուրախությունից ճչաց նա շահել էր $500,000 Շնորհակալություն։ Նարաջան, շնորհակալություն։ Շատ հետաքրքիր եղավ։ Ես կարծում եմ շատ շուտով կգուցե եւ այդպես մեր արդեն լուրեր կլինեն։ Մարդիկ այսպես կսկսեն լուրեր, ինչու ոչ, օրինակ շատ հետաքրքիր լուրերը, յուրաքանչյուր լավ կամ վատ լուր իհարկե շատ հետաքրքրությամբ կդիտվի։ Նարաջան, շնորհակալություն եմ հայտնում քեզ հրավերքս չմերժելու եւ այսօրվա հարցազրույցի համար, շատ հետաքրքիր հարցազրույցի համար եւ ըստ մեկ անգամ իհարկե բոլորին սիրելի հեռուստադիտողներ դեկտեմբերի 28-ին ժամը 3-ին սիրով սպասում ենք ձեռք բերեք տոմսերը համարները արդեն եղավ մեր եթերում էլի կլինեն դիտեք անպայման եւ ներկա եղեք այս ներկայացմանը որտեղ նաեւ Նարան նույնպես ունի իր մասնակցությունը բայց մենք փակագծերը չենք բացում բայց բարի դեր է բարի ամեն դեպս չար ոչ չար առասարակ չկա բայց անգամ եթե հեքիաթներում չարը լինում է միևնույն է բարին այո Արմեն ջան, ես էլ շատ շնորհակալ եմ, իսկապես այսօր շատ բարդ օր եմ ունեցել, իդեպ, բայց շատ լավ օրվա ավարտել, շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ եւս մեկ անգամ այո հիշեցնեմ, սիրով սպասում ենք հեռախոսահամարները կտեսնեք, զանգահարեք, վերցրեք տոմսեր, նվիրեք տոմսեր եւ կտեսնեք, որ ես եւ մեր ամբողջ խումբը սիրով սպասում ենք ձեզ եւ ինչ գեղեցիկ պահեր ենք ձեզ պարգևելու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք արդեն կհանդիպենք իհարկե 5 շաբթի օրը, իհարկե 22:30, իհարկե ուղիղ եթերում, իհարկե AMJ հեռուստաընկերության եթերում։ Այնպես որ մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում, Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։